Փարքնժդեհին։ Ինչպես տեսնում ենք, ինչպես Ալիևի կամ նրա ապարատի ցանկացած աշխատակցի հորդոր առաջարկ կամ մտահոգություն անպայման Հայաստանյան իշխանության կողմից արձագանք է ստանում եւ փորձում են լուծումներ գտնել, եթե չեն կարողանում լուծել, գոնե վարկապեկել Հայաստանի եւ հայ ժողովրդի հեղինակությունը հավասարեցնել հողին։ Հիմա արդեն կառավարությանը միացել է Ադրբեջանի այդ հոգեվոր առաջնորդը Փաշազադե կոչվածը եւ սկսել է Հայաստանյան իշխանությունը արձագանքել Փաշազադեին։ Խառնվել էս անմակարդակ խաղին, բնականաբար նշանակում է հավասարվել դրանց միջավայրին եւ այդ խոզի այդ ցածր միջավայրին կեղտաջրերի մեջ թավալ տվողի մակարդակին, բայց բուն եկեղեցին անտերության թողնելու չէ, որովհետեւ մենք ինչպես տեսանք Ռուսաստանի իշխանությունը աջակցեց ադրբեջանական իշխանությանը, այնպես էլ ռուսական եկեղեցին աջակցեց Ադրբեջանի այդ իսլամիստ հոգևորականներին մեր Բարդուղիմեոսին սեփականա շնորհելու գործում։ Այսինքն ասել է թե ռուսական թե իշխանությունը թե հոգևոր կենտրոնը ամեն հարցով կանգնած է Ադրբեջանի կողմին։ Եվ երբ որ հայաստանյան ռուսահպատակ ուժերը այսքանից հետո նորից իրենց բողոքի ձայնը չեն բարձրացնում թե Պուտինի հանդեպ, թե Կիրիլի հանդեպ, բայց փորձում են ցույց տալ, որ իրենք Գարեգինի կողքին են, սրանք մեր գործին ոչ թե օգուտ են բերում, այլ ասեմ, որ նույնիսկ վնասում են, որովհետև երբ որ քոչարյանական կամ սերժական որևէ համակարգ կամ անձ կանգնում է ինչ որ մեկի կողքին, անպայման այդ սուբյեկտը կամ թիմը բարոյալքվում կամ արժեզրկվում է։ Եվ ինչը արեցին սրանք առանց Ռուսաստանի իշխանություններին եւ Կիրիլին, այսինքն հոգևոր առաջնորդին քննադատելու։ Մինչև քոչարյանական եւ սերժական համակարգը չքննադատի ռուսական իշխանություններին, այսինքն մանկապիղծ Պուտինին եւ հոգեգող Կիրիլին, նրանք ում կողքին կանգնեն, այդ երևույթը փչանալու է։ Իմ մտահոգությունը, ասեմ, ավելին է, քանի որ հայոց եկեղեցին ունի անցած ճանապարհ եւ ոսկրացել է այդ ճանապարհին, դե բնական էր Նիկոլը քաղաքակիրթ ճանապարհով չէր կարող ոտնձգություն ցույց տալ կամ հաղթել եկեղեցին, ինքը պետք է իջներ ճղճի մակարդակի հոգևորականներին ներքաշելով այդ կեղտոտ խաղի մեջ, որը չպետք է թույլ տային հոգևորականները, բայց արվեց։ Ինչևից է եւ որին հիմա նորից փորձում են արդարացնել, աջակցել նախկիններ կոչվածները, ել եմ ասում, քանի դեռ իրենք չեն քննադատել Պուտինին ու Կիրիլին, նրանց ցանկացած աջակցություն, ցանկացած գործողության կամ երևույթի շուրջ վնաս է բերում։ Իմ մտահոգությունը ավելին է, քանի որ մեր եկեղեցին է վերջին 1700 տարում սրբագրել մեր պատմությունը, այսինքն ասել է թե մատենադարանում գտնվող բոլոր գրքերի մագաղաթների, գրիչների գործերը մեծամասամբ պատկանում են եկեղեցիականներին։ Եթե իրենք կարողանան ծաղրի առարկա դարձնել հայոց եկեղեցուն, ստվեր գցել նրա պատմության վրա, կսկսեն արդեն ծաղրել այդ գրքերի մեջի պարունակությունը, այսինքն դրանք շինծու մտածած երևույթն են եւ կհարձակվեն մատենադարանի վրա։ Ես այդ վախը եւ վտանգը զգում եմ, ուստի ես իմ ձայնն եմ բարձրացնում։ Մենք տեսնում ենք, որ այս հակամարտությունը դարձնում են կրոնական, խիստ կրոնական, որովհետև Պակիստանն էլ արդեն միջամտում Ադրբեջանին, իսկ քրիստոնյա Ռուսաստանը բացառապես Ադրբեջանի կողքին է։ Մենք պետք է իսկապես հայ ժողովրդով միահամուռ դիմենք քույր եկեղեցի Հռոմի կաթոլիկ եկեղեցուն, որը շատ մեծ հարգանք ունի հայոց առաքելական եկեղեցու հանդեպ։ Մենք գիտենք, որ նրանք նարեկացուն իրենց սրբերի դասին դասեցին եւ իրենք պաշտոնապես ընդունում են, որ Հայաստանը դա առաջի քրիստոնյա պետությունն է։ Ուստի, որպեսզի մենք մենակ չմնանք այս ռուս-թուրքական թե իշխանության, թե հոգևոր համագործակցության, թշնամական գործողությունների դեմ հանդիման մենակ չմնանք, մեզ իսկապես քաղաքակիրթ աշխարհի
հոգևոր դաշտը մեզ պետք է օգնության հասնի, իհարկե պետք է մենք դիմենք դրան։ Եվ ես կոչ եմ անում նաև մեր թիմին, որպեսզի նման նախաձեռնությամբ հանդես գալ, որովհետև թե նախկինները, թե ներկաները բացառապես ծառայում են Կրեմլին, իսկ Կրեմլը, ասել եմ եւ կրկնում եմ, միայն ու միայն պաշտպանում է ադրբեջանական շահը, թե իշխանությունները, թե հոգևոր դասը։ Ուստի չտրվել ճղճի մեծ բամբասանքներին, հայ ժողովուրդը ուղղակի ես նորից եմ կրկնում, որպեսզի համացանցը պայթի, բոլորս մենք միահամուռ պետք է ասենք, մենք հայ եկեղեցու կողքին ենք, բայց ավելորդ որևիցե գրառում չանել, թե ով ապօրինի երեխա ունի կամ լավ է արել որ ունի կամ վատ է արել որ ունի, այ ամոթ սրան, այ ամոթ չիջնել է դմակարդակի, ուղղակի պաշտպանել մեր եկեղեցուն, որպեսզի դրանով պաշտպանենք մեր պատմությունը, որին անթակույց փորձում է հարվածել եւ ինչու՞ չէ նաեւ գողանալ թշնամին Ադրբեջան, այսինքն Ալիևը, այն ինչը որ Նիկոլը այստեղ արժե զրկում է մեր ունեցվածքը, Ալիևը մեծ հաճույքով յուրացնում է, վերցնում է մեզանից մեր պատմությունը, մեր ինքնությունը արժե զրկելով Նիկոլը փոխանցում է Ալիևին։ Այդ արժե զրկված բանը Ալիևը մեծ սիրով յուրացնում է։ Հանկարծ ձեր աչքից չգցեք ձեր պատմությունը, ձեր հավատը եւ եղեք միահամուռ։ Մնաք խաղաղությամբ։